Կրակել է թշնամին այս գիշեր, Սյունիքի Խոզնավար գյուղն է եղել թշնամու թիրախում։ Ըստ Պաշտպանության նախարարության տներից մեկի տանիքին տեղադրված արևային պանել է վնասվել, երբ գիշերը 2:30-ի սահմաններում Ադրբեջանն սկսել է կրակել, տուժածներ չկան, պնդում է պաշտոնական աղբյուրը։ Ադրբեջանական բանակի կրակահերթերը լսվել են նաև Սյունիքի Խնածաղ գյուղում, Գեղարքունիքի Նորաբակ և Տավուշի մարզի Մովսես գյուղերում։ Արդեն մեկ ամիս ադրբեջանական կրակոցներից աչք չփակող խնածաղցիները գիշերը կարծել են, թե պատերազմ է սկսվում։ Խնածաղցի Անդրանիկն ասում է, իրենց մասին մտածող չկա, մեկ ամիս է ադրբեջանական կրակոցներով են օրվա ժամն իմանում։ Զարմանում է, որ իրեն չհավատացող մարդիկ կան, առաջարկում է ուղևորվել Խնածաղ և փորձել ինքնուրույն հաշվել ադրբեջանական կրակվող փամփուշտները։ Նույնն են պնդում Նորաբակից։ Դեշեկայա ես իմ տենց բաները, ավտոմատի ձենը չենք էլ լսի, որ ավտոմատով ձեն կրակեն։ Գյուղի երկու կողմերից են լսվում կրակոցներն, ասում է Նորաբակցի Արարատը։ Շորժայի թևից շատ ալնում կրակոցները, mēs խաչ ունենք, այդ խաչի մոտ ալնում։ Այս գիշեր է վերջին կրակոցը լսել Արարատը, արդեն մեկ ամիս ձգվում է ադրբեջանական այս սադրանքը։ Ամեն օր էլ ալնում է կրակոցները, 11-ից հետո ամեն ժամի էլ ալնում, ամեն ժամ կարող ալնում։ Մովսեսցիները ադրբեջանական կրակոցների հետ քնել են, ադրբեջանական կրակոցների հետ արթնացել, լուսադեմին է կրակահերթը վերսկսել թշնամին։ Ավտոմատով ուժեղ կրակեցին, մեկ էլ ռավատը, 5 կես, օթում տենց կրակում։ Մի քանի րոպե են տևել կրակոցները, Մովսեսցի կինը վստահ է, ադրբեջանցիները փորձում են վախեցնել, ամուսինն իրեն արգելել է վախենալ։ Ավտոմատի կրակոց ինքն է ուժեղ է, ինտեվի, ասեցի վասակես ինչով վախում է։ Բա վասակն ինչ ասեց։ Ասպիր ես վախում, վախին է, ինքը չի վախում։ Ոչ ոք չի վախենում, ոչ Մովսեսում, ոչ Նորաբակում, ոչ Խնածաղում, վստահեցնում են գյուղացիները, 3 գյուղերում էլ խուճապ չկա։ Ալբերտ Սերոբյան, Էդգար Ղուշչյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։